ասում է, որ հակառակի մասը որ դիալ չկայացին դրանք եղել են տիտանի միջոցային, ձեր կարծիքով նման մեծ գումարի չափի պայմանները բնականաբար հաշվի առնում նաև անձին գույքային դրությունը և երբ որ ասում են որոշակի չափով նաև ավելացրել արդյոք դա հաս կանխորոշող իրավիճակ է, գրավի չափը փոքր ավելացվի և դա կարող է լինել լրացուցիչ երաշխիք, օրինակ այլ ավելի նեղ խափանիչից կիրառելու տեսանկյունից։ Գտնում եմ, որ այո, Վարդաշանդատան հիմնավորում էր հենց նաև խոսքումս որոշ շեշտադրումը կատարեց։ Այո, դատարանի կողմից այն կիրառվել էր հունվար ամսին, այն չափը, որը կիրառվել է հունվար ամսին։ Ավելի ըստեյության դեկտեմբեր ամսին է կիրառվել նախքան այդել, այլ հարց վերաբերի շարունակողության դատարանի համապատասխան որոշում էր տեղի ունեցել։ Հունվար ամսին ըստ քննիչի, ըստ այն ժամանակ հսկող դատախազի, քննությունը գտնվում էր գերակտիվ փուլում, մարդկանց ինտենսիվ հարցաքննումների, նախորոշում էին և նախանշում էին քննչական բազմաթիվ բարութային գործողություններ։ Հիմա Պատվաշանդատարան, այս նախաքննությունը ավարտվելը այն սրանցից գործիքներ չափով սպասվեց, ոչ մի ինտենսիվություն չուներ գործը։ Գործը գտնվում է դատարանի բարույթում, նախնական դատալսումների հարցերն են արդեն գրեթե սպառել, ունեցել են քրեական հետապնդումը դադարեցնելու մանրակրկիտ միջնորդություն, որտեղ մի շարք հանգամանքներ բացահայտվել են, այս իրավիճակում այդ գրավի չափը արդեն պետք է նվազացվի։ Չի կարող նույն կրկին ստատիկ դիրքում մնալ։ Եվ նաև մենք պրակտիկայում դեպքեր ունենք, երբ դատարանները այո նախկինում կիրառված գրավի գումարի չափը նվազեցնում, սա էլ առանձին միջնորդություն է, առանձին քննարկված։ Մենք ունենալով այդ հաստատքը եւ նման հիմնավորումը, այն չենք կիրառել։ Ավելին, ասում ենք, եթե դատարանը բոլոր դեպքերում գտնում է, որ ռիսկ կա, թող դրա զսպմանն ուղղված մի բան էլ գումարը ավելանա։ Սա էլ եմ ուզում հստականի գծել Պատվաշանդատարան, անկախ անձի գույքային դրությունից, մենք խոսում ենք այնպիսի գումարի մասին, որը ցանկացած անձի համար, նույնիսկ Forbes-ի ցուցակում ընդգրկված մարդու համար, դա էական միջոց է, որովհետև ի վերջո այդ միջոցը նույն, որը իդեպ առաջարկում ենք ավելացնել։ Դա չես կարող, այսպես ասած, հեշտությամբ վաստակել, անկախ գույքային դրությունից։ Չէ՞ որ մենք ոչ թե խոսում ենք արդյոք այդ ֆինանսը արկա է, թե ոչ այլ խոսում ենք դրա կորուստը նշանակություն ունի, թե չէ։ Իսկ կորուստը էական նշանակություն ունի, ոնց են գնահատում։ Դա ինչպես ես կարողանում վաստակել։ Սա է բանացել Պատվաշանդատարանը։